Աստղաձոր գյուղում տղամարդը զանգահարել է համագյուղացուն, համոզվել, որ վերջինս տանը չէ և պատուհանը կոտրելու միջոցով ապօրինի մուտք գործել բնակարան։ Տղամարդուն հաջողվել է գողանալ շուրջ 3 միլիոն դրամի ոսկյազարդեր։ Գեղարքունիքի մարզի ոստիկանության ծառայողների ջանքերի շնորհիվ գողոնը հայտնաբերվել է։ Բնակարանային գողության վերաբերյալ ահազանգը Գեղարքունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն ստացվեց ապրիլի 18-ին։ Մարզի Աստղաձոր գյուղի բնակիչը հայտնեց, որ կոտրել են պատուհանն ու տարել ոսկեղենը։ Քրեական ոստիկանները մեկնեցին դեպքի վայր։ Ըստ տանտիրոջ տնից դուրս են եկել երեկոյան ժամ 8-ին, վերադարձել 1.5 ժամից ու քիչ անց նկատել նախ կոտրած ապակին, ապա նաև մոտ 3 միլիոն դրամի ոսկեղենի բացակայությունը։ 2025 թվականի ապրիլի 18-ին Գեղարքունիքի մարզի Աստղաձոր գյուղի մի բնակչից ահազանգ է ստացվում Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանություն, որտեղ հայտնում է, որ անհայտ անձը պատուհանը կոտրելու միջոցով մուտք է գործել իրենց բնակարան եւ այնտեղից գողացել է շուրջ 3 միլիոն դրամի ոսկյա զարդեր։ Հետագայում պարզ դարձավ, որ գողություն կատարած անձը հանդիսացել է տուժողի համագյուղացին եւ դեպքից րոպեներ առաջ զանգահարել է վերջինիս, համոզվելու համար, որ տանը ոչ ոք չկա։ Բնակարանում իրավապահները հայտնաբերել էին նաեւ արյան հետքեր։ Պարզվեց, որ պատուհանը կոտրելու հետևանքով հանցանք կատարած անձը վնասել էր ձեռքը։ Մեր կողմից ձեռնարկված օպերատիվ հետազոտական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է հանցագործություն կատարած անձը, ով հանդիսանում է Աստղաձոր գյուղի 34-ամյա մի բնակիչ։ Նշված անձը ներկայացվել է Մարտունու քննչական բաժին, որտեղ տվել է խոստովանական ցուցմունք։ Ձեռնարկված միջոցառումների ընթացքում հայտնաբերվել է հանցագործության գողոնը եւ նշված անձը դատարանի որոշմամբ կալանավորվել է։ Իրավապահները հանցանք կատարած անձի բնակարանից հայտնաբերեցին գողացված ոսկեղենը ողջ ծավալով։ 34-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել։ Նա կալանավորվել ու տեղափոխվել է Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։